Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ հարակից տարածաշրջաններում, մասնավորապես Կենտրոնական Ասիայում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը քաղաքական հարցերով Էլիսոն Հուքերը Երևանյան այցից հետո այցելեց Բաքու։ Հիշեցնենք, որ Երևանում նա հայտարարեց, որ արդեն հայ-ամերիկյան պայմանավորվածություններն իրականացնելուն ուղղված բոլոր ուղղություններով աշխատանքային խմբեր են ձևավորված եւ ինտենսիվ աշխատանք է գնում։ Իհարկե առանձնապես հենց թրիփի ուղղությամբ։ Եվ Միացյալ Նահանգները վերահաստատեց իր հանձնառությունը խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, համաձայն այդ երկկողմ եւ բազմակողմ այդ փաստաթղթերի։ Իսկ Բաքվում հանդիպելով Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, Բայրամովի հայտարարությունն է այստեղ նաեւ ուշագրավ, որ նա ցանկություն է հայտնել, որպեսզի այդ թրիփի աշխատանքները, թրիփի ուղղությամբ աշխատանքները արագացվեն։ Այս խոսակցությունները տեղի են ունենում մի շատ կարևոր քաղաքական որոշման ֆոնին, որը վերաբերվում է պաշտոնական Բաքվին, ով հայտարարել է եւ արդեն մասնակցություն ունեցավ եւ համաձայնությունը ստացավ կենտրոնասիական հնգյակի կողմից միանալու այդ ձևաչափին, չնայած Ադրբեջանը կենտրոնասիական պետություն չէ։ Ինչպես կզարգանան հետագա, այսպես ասենք, ազդեցության վեկտորները եւ որ ուղղությամբ այս որոշման բերումով, այստեղ, այսպես ասենք, անհայտներն ավելի շատ են այս հավասարումը լուծելու համար, քան հաստատուն թվերը։ Եվ այս ֆոնին էլ ուշագրավ հայտարարություններով է հանդես գալիս Թուրքիայի արտգործնախարարը եւ պարլամենտի նախագահը, իդեպ Թուրքիան հիմա հյուրընկալում է ԵԱՀԿ պարլամենտական ասամբլեան եւ այդ շրջանակներում Թուրքիայից գալիս է միայն այսպես դրվատանքի խոսքեր այս հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վերաբերյալ, Ադրբեջանի հետ կապված ավանդական այս մեկ ազգ երկու պետություն, եղբայրություն եւ այլն, բայց դա չի ասվում որևէ ձևով, դա հակադրելով կամ ինչ-որ նեգատիվով սլաքն ուղղելով դեպի Հայաստան։ Չկա նման բան։ Իսկ Հական Ֆիդանն էլ խոսում է այն մասին, որ կոնկրետ որոշումները, պրոցեսները տանում են դեպի կոնկրետ որոշումներ։ Ահա այդ համայնապատկերը, որ ձևավորվել է ընթացիկ քաղաքական պահի դրությամբ, փորձենք այն վերլուծել եւ գնահատել եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է պրոֆեսոր Աննա Օհանյանը, Միացյալ Նահանգներից, Մասաչուսեթսից Stonehill College-ի միջազգային հարաբերությունների ամբիոնից։ Բարև ձեզ տիկին Օհանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել։ Տիկին Օհանյան, եւ ուրեմն ահա մենք այսպիսի պատկեր ունենք իր համատեքստերով, ձեր գնահատականը այս ձևավորված քաղաքական պահի համեցեք։ Տարբեր շերտերից է հնարավոր նայել, նախ ասեմ, որ ինչ վերաբերում է TRIP-ի եւ Ամերիկա-Հայաստան հարաբերություններին, այստեղ պետք է շատ մեծ ուշադրություն հատկացնել նրան, որ անկախ նրանից թե
ինչպես էլ բառապաշարը փոխվել, փապկացել Թուրքիայից եկող եւ նաեւ Բաքվից հնչող բառապաշարը, որ շատ արագ են ուզում թրիպը կառուցվի եւ այլն, երկու գործոն պետք է հաշվի առնել։ Նախ առաջինը, որ Ադրբեջանը միշտ օգտագործել է իրավական process-ները որպես ավելի խոշոր պատերազմական համակարգի մաս, ես չեմ ասում, որ նա պատերազմի է պատրաստվում, դա ուղղակի ուզում եմ հստակ ասել, բայց Ադրբեջանը շատ խոշոր փորձ ունի, այսինքն մենք գիտենք, որ Ադրբեջանը իրավական process-ները, խաղաղության process-ները կարողանում է օգտագործել իր նեղ անձնական շահերը առաջ տանելու գործում։ Այսինքն շատ զգուշավոր պետք է գործել, թե ինչպես վերլուծել այդ դրական ազդակները եւ ինչպես պատասխանել այդ դրական ազդակներին։ Ինչ վերաբերվում է դա մեկ, ինչ վերաբերվում է թրիպի իրականացմանը Ամերիկայի կոնտեքստում, այստեղ էլի եմ մի քանի անգամ նշել եմ, շատ կարևոր չափանիշ է թրիպի իրականացման էֆեկտիվության սինխրոնային լինելը, այսինքն եթե Ադրբեջանը կարծես թե փորձում է թրիպի հաջողությունը կապել, թե ինչ արագությամբ են ինֆրաստրուկտուրաները ձևավորվում Հայաստանում, դա շատ վտանգավոր ցուցանիշ է թրիպի էֆեկտիվությունը չափելու համար, շատ ավելի կարևոր ցուցանիշ կլինի, թե ինչ process-ներ են տեղի ունենում ամբողջ ռեգիոնը բացելու ուղղությամբ, թե թրիպը պետք է գնահատվի այդ կոնտեքստով, այսինքն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան եւ Հայաստան Ադրբեջանի միջոցով հարավային Հայաստանի մասերին կապելու կոնտեքստում, այսինքն Հայաստանի դիպլոմատիան պետք է շատ փոքր չափանիշները, չափորոշիչները, հաջողության չափորոշիչները թրիպի հստակեցնի եւ այդ դիսկուրսում դա չկապի, թե ինֆրաստրուկտուրաները Հայաստանի ներսում ինչ արագությամբ են զարգանում։ Դա մեկ, ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի հետ հարաբերություններին, շատ մի կողմից դա տարբեր պատճառներ կան այստեղ եւ շատ հետաքրքիր զարգացում է։ Ադրբեջանի կցումը իրեն Կենտրոնական Ասիային ամենախոշոր պատճառներից մեկը դա Ռուսաստանից վախն է։ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա եւ Պուտինի շատ հստակ իմպերիալ բառապաշարը, այսինքն թե ինչպես բացատրեց, թե ինչու Ռուսաստանը պետք է հարձակվի Ռուսաստանի վրա, Ուկրաինայի վրա, նույն լոգիկան տեղավորվում է նաև Ռուսաստան Ղազախստան հարաբերություններում եւ այսինքն այս նեոկայսրական թուլացման process-ում պերիֆերիաները հնարավորություն ունեն մի քիչ ավելի իրենց անկախությունը ժողացնելու, պետք է իրար հետ համագործակցել։ Եվ այստեղ այդ վախը Ռուսաստանից շատ կարևոր գործոն է, թե ինչպես է Ադրբեջանը, որ շատ կոնկրետ ռիսկեր ունի Ռուսաստանից, նավթի կարևորության անկումը միջազգային համակարգում, Կասպից ծովի կառավարումը եւ այլն, այդ բոլոր պատճառներն են առաջ տանում Ադրբեջանը Կենտրոնական Ասիային մեջ իրեն դիտելու հարցում։ Բայց դա նաեւ ազդակ է, որ Ադրբեջանը Ալիևը ավելի ճիշտ ասած, շատ է վախենում հարավային Կովկասի բաց ռեգիոնալիզմի process-ներից, որը կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է առաջ տանել, տեսնենք թե ինչ հաջողությամբ, դեռ շուտ է ասել, եւ այդ բաց ռեգիոնալիզմի վախն է, որ Ադրբեջանին տանում է դեպի Կենտրոնական Ասիա։ Մյուս գործոնը Ադրբեջանը Կենտրոնական Ասիային միանալով նա արդեն թուրքական երկրների կազմակերպության անդամ եւ այլն դիպլոմատիան եւ սա հնարավորություն է տալիս եւ Թուրքիային եւ Ադրբեջանի նեղ նացիոնալիստական արտաքին քաղաքականություն վարել, որը գլոբալ կոնտեքստում բոլորովին էֆեկտիվ չէ, քանի որ այդ թուրքական նացիոնալիզմի օրոք ռելեզվով առաջ եղած ռետորիկան վախեցնում է Չինաստանին խոշոր ներդրումներ անել այդ ինֆրաստրուկտուրային կառույցների մեջ Ադրբեջանի եւ նաեւ Կասպից ծովի շրջանակում այդ ռեգիոնում, բայց այսինքն չեն կարողանում կապիտալ առաջ բերել, բայց այդ նացիոնալիստ լեզուն բառապաշարը հնարավորություն է տալիս ռեժիմի կայունություն ապահովել իրենց ներքին քաղաքականության մեջ, քանի որ թե Թուրքիան եւ թե Ադրբեջանը շատ խոշոր ներքին քաղաքական խնդիրներ ունեն եւ այդ նացիոնալիստական արտաքին քաղաքականությունը եւ Կենտրոնական Ասիայի հետ կապելը այդ դիսկուրսով շատ կարեւոր է։ Եվ մի կարեւոր բան էլ ասեմ,
քանի որ նավթի պաշարներից եկող եկամուտները քչանում են, սա Ադրբեջանը փաստորեն փորձում է ներսում եղած ինստիտուցիոնալ խնդիրների տերիտորիալ լուծումներ տալ։ Եթե նախկինում փորձում էր բռնի ուժով գրավել Հայաստանի տարածքներ, հիմա արդեն դա հնարավոր չէ։ Այդ կոնտեքստում նա փորձում է տրանզիտային լոգիկայի միջոցով իր ներսի ինստիտուցիոնալ խնդիրները լուծել, այսինքն քանի որ Ադրբեջանը հայերենով այդ տերմինը չկա, rentier state, վարձով ապրող պետություն, եթե բառացիորեն թարգմանել, ներսից չի կարողանում եկամուտներ առաջ զարգացնել, այսինքն բիզնեսներ, անկախ բիզնեսներ եւ այլն փոքր միջին չափի շատ թույլ են, տնտեսության մեջ պետությունն է դոմինանտ, եւ քանի որ նավթից եկող եկամուտները քչանում են, նա փորձում է տրանզիտային, միջանցքային լոգիկայի միջոցով պակասը լրացնել, որ անշուշտ հնարավոր չէ։ Այսինքն սրանք են մի քանի պատճառներ կան, թե ինչու հանկարծ Ադրբեջանը ոչ թե հանկարծ խորացրեց կամ իրեն տեսնում է Կենտրոնական Ասիայի մաս եւ ոչ թե Հարավային Կովկասի։ Բայց բոլոր երեք պետությունների համար կայուն ապագան հնարավոր չէ անկախ միմյանց հետ խորը ռեգիոնալ կապեր զարգացնելու եւ այդ առումով Ալիևը շատ լուրջ այսինքն սխալներ է գործում այդ առումով, քանի որ չի նրա վախը Հայաստանի սահմանները եթե բացվեն Հայաստանը տնտեսական աճ կապրի եւ դա է նրա վախը, այսինքն շատ է զգուշանում այդ կոնտեքստով, այսինքն հանկարծ եթե Հայաստանը շատ արագ տեմպերով այդ բաց ռեգիոնի հասնելուց հետո չզարգանա։ Տիկին Օհանյան, այս ֆոնին նաև չափազանց ուշագրավ է պաշտոնական Անկարայի վերջին հայտարարությունները, դա արտգործնախարարի հայտարարությունն է, պարլամենտի նախագահի հայտարարությունն է, այս ամենը ինչպես մենք հասկանանք եւ ինչ միտումներ է ուրվագծում ըստ այդմ։ Անկարայի քայլերը, եթե Անկարան անհատականացված ավտորիտար պետություն դարձած չլիներ, Անկարայի քայլերը շատ հստակ են, ես մի անցյալ շաբաթ մեկ հոդված հրապարակեցի Carnegie Endowment think tank-ում, որտեղ հիմնական այսինքն քննարկեցի, թե Անկարան ինչքան է ստրատեգիկ առումով կորուստներ տալիս Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար, եւ որ ինչպես կարևոր է այն, որ Ադրբեջանի նման փոքր պետությունը կարողանում է թելադրել Անկարային, Թուրքիային, Հարավային Կովկասում վարած ռեգիոնալ քաղաքականության մասով։ Եվ այնտեղ ցիտեցի շատ թուրք վերլուծաբանների, գիտնականների, որոնց համար նույնպես դա ակնհայտ է։ Եվ այդ առումով Անկարայի համար աշխատանքը, եթե նայում եք այդ պանթուրքական եւ այլն այդ նացիոնալիստ լեզուն, եթե փորձում եք էմպիրիկ առումով եւ այլն, իրեն տեսնում է որպես քալեզու երկրները միավորել եւ այլն, բայց եթե նայում եք Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական կառուցվածքին, տեսնում եք, որ Թուրքիան խոշոր նույնիսկ քնյակի մեջ չի, թե իմպորտների եւ թե էքսպորտների ոլորտով։ Այսինքն Թուրքիան չի կարողացել էֆեկտիվ մրցել թե Չինաստանի հետ, թե Ռուսաստանի հետ Կենտրոնական Ասիայում եւ այդ առումով այդ նացիոնալիստ դիսկուրսը արտաքին քաղաքականության մեջ շատ էֆեկտիվ չի Թուրքիայի համար։ Եվ այդ առումով հետաքրքիր է լինելու, թե Թուրքիան քաղաքականության փոփոխություն կկատարի, թե ոչ։ Հայաստանի հետ սահմանի բացելը շատ կարևոր է Թրիպի համար, Թրիպը որպես ամբողջովին իրականացվի, եւ դա շատ կարևոր չափորոշիչ գործոն է, թե Թրիպը ինչ էֆեկտիվությամբ է աշխատում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, եւ այդ առումով ես վեկտորը կուղեի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որ իրենք Թրիպի էֆեկտիվությունը չկապեին Հայաստանի ներսում ինֆրաստրուկտուրաների զարգացումից, որը կարևոր է անշուշտ, այլ կապեին, թե Թրիպի շուրջ ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ է ձևավորվելու Հարավային Կովկասում։
Եթե այդ ինստիտուցիոնալ քաղաքական կապերը չձևավորվեցին կամ կարևորություն ստացան Ամերիկայի հովանու ներքո, ապա շեփը կմնա զուտ ինֆրաստրուկտուրային ծրագիր ճանապարհների կամ երկաթգծերի։ Տեգին Օհանյան, տեսեք, ընդամենը օրեր առաջ էր, երբ Թրամփը ընդունեց Կենտրոնական Ասիայի 5 առաջնորդներին եւ ըստ էության պատմական պայմանավորվածություններ կայացվեցին եւ Միացյալ Նահանգներն ըստ էության Կենտրոնական Ասիային սկսել է համարել որպես կենսական կարևորության տարածք Միացյալ Նահանգների շահերի համար։ Իսկ Էլիսոն Հոքերը հենց Հայաստանում արեց այդ հայտարարությունը, որ հիմա մեծ է հնարավորությունը, որպեսզի Կենտրոնական Ասիան դառնա կենսական կարևորության տարանցման գոտի, տրանզիտի գոտի։ Այս հայտարարությունների մեջ ոնց որ թե կապը ակնհայտ է, այդպես չէ։ Կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգներն ըստ այդմ նաև իր տարածաշրջանային ռազմավարությունն է դրանով երկարատև ռազմավարությունն է ուրվագծում եւ սա կապ չունի Թրամփ անձի կամ, չգիտեմ, Թրամփի կուսակցության կամ ասենք մագա շարժման կամ այս ընտրությունների, մյուս ընտրությունների, այլ սա Միացյալ Նահանգների ռազմավարությունն է որպես այդպեսին։ Համեցեք։ Համաձայն եմ այդ վերլուծության հետ, Ռուբեն, ասեմ, որ Կենտրոնական Ասիայի կարևորությունը նախ հիմա այո, Թրամփ ադմինիստրացիայի օրոք շատ է աճել, քանի որ Թրամփը շատ է կարևորում այդ հազվագյուտ մետաղների առևտրի վրա ազդեցությունը եւ այդ կոնտեքստում Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական կարևորությունը շատ է բարձրացել Թրամփի օրոք, բայց նույնիսկ Թրամփից առաջ Բայդենը եւ Եվրոհամայնքը արդեն բազմաթիվ ծրագրեր ունեին, որ փորձում են Կենտրոնական Ասիան կապել իրենց ազդեցության գոտիներին։ Եվ քանի որ Կենտրոնական Ասիայի կարևորությունը այդքան բարձրանում է, դա էլ նաեւ պատճառ է, որ Ալիևը փորձում է իր դաշտակը, այսպես ասած, կապել Կենտրոնական Ասիային որպես ռեգիոն, քանի որ ներսից լուրջ խնդիրներ ունի, տնտեսական, քաղաքական լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանը։ Եվ Ալիևի քաղաքականությունը միշտ եղել է արտաքին հարաբերություններով, աշխարհաքաղաքական պատրոնաժի միջոցով իր ռեժիմի կայունությունը ապահովել։ Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, այո, այստեղ շատ հետաքրքիր է Կենտրոնական Ասիան որպես ռեգիոն, մի կողմից Կենտրոնական Ասիան համարվում էր եւ սրա մասին մի քանի գրքերից մեկում գլուխ ունի գրած շատ խոշոր David Lewis Russia Abroad գրքի մեջ գլուխներից մեկը David Lewis-ն է գրել Կենտրոնական Ասիայի վերաբերյալ, այսինքն Կենտրոնական Ասիան միշտ դիտվել է որպես ավտորիտար ռեգիոնալիզմով առանձնացվող երկիր, այսինքն այս ավտոկրատ երկրները միացնում են իրենց ուժերը, որ կարողանան իրենց ներքին օպոզիցիոն շարժումներին ճշտման տակ պահել, այսինքն դա գործոն է, եւ Խորհրդային Միության փլուզումից հետո իրար նկատմամբ հարաբերությունները շատ խորը չէին, կասկածամտություն կար, բայց այս վերջին մի քանի տարվա ընթացքում նրանց ռեգիոնալ առևտուրը սկսել է աճել, եւ այս վերջի համաձայն հանդիպման ընթացքում արդեն խոսում են ռեգիոնալ առևտուրը բարձրացնելու, Կենտրոնական Ասիան որպես ռեգիոնալ տնտեսական միավոր ներկայացնելու եւ դրանք այս առումով շատ ողջունելի են եւ շատ կարեւոր են։ Բայց Կենտրոնական Ասիան մնում է, այսինքն ավտորիտար երկրներն ռեգիոնալիզմը կարող է խորանալ, կապ ունի թե ներսից ինչ լեգիտիմության, կառավարության լեգիտիմության աղբյուրները որոնք են, այսինքն դա ավտորիտար ձևով է առաջանում թե ոչ, այսինքն ռեգիոնալիզմը դառնում է գործիք ավտորիտարիզմը խորացնելու, բայց դրանով հանդերձ այս ավտորիտար ոչ լիբերալ համագործակցությունը շատ կարևոր երևույթ է Կենտրոնական Ասիայում, շատ ողջունելի է։ Բայց նորից եմ ասում, մի բան էլ ավելացնեմ, երբ որ Թուրքիայի հետազոտությունների էի մարտ ամսին այս տարվա, ռեսպոնդենտներից մեկը մի խոշոր think tank-ների մտային հայերեն բառնորանում եմ։ Այո, մտային կենտրոններ, այո։ Մտային կենտրոնների ղեկավարներից մեկը ասաց, որ Թուրքիան դիտում է կամ համարում է Կենտրոնական Ասիան նաև կարևոր,
քանի որ գլոբալ կլիմայական փոփոխությունների արդյունքում կլիմայական փոփոխությունների արդյունքում առաջ եկած փախստականների թիվը աճելու է եւ Թուրքիան վախենում է որ այդ հոսքը Աֆրիկայից օրինակ գաղթականների կգա եւ Թուրքիային համար խնդրեմ կդառնա ինչպես որ եղավ Միջին Արևելքի Սիրիայի քաղաքացիական պատերազմի կոնտեքստում եւ դա լուրջ քաղաքական խնդիրներ կառաջացնի Թուրքիայի ներսում եւ ինքը ասաց որ այդ հետազոտությունները իրենց կենտրոնամարացույց են տալիս որ կենտրոնական Ասիան դիտում է թե Թուրքիայի կողմից եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մի որպես ռեգիոն որ կարող է ընդունել այդ կլիմայական փոփոխություններից առաջ եկած գաղթականներին, այսինքն Կենտրոնական Ասիայում կարողան buffer գոտի հանդիսանալ։ Շատ հետազոտություններ չեմ տեսել այդ կոնտեքստով, բայց արժե մի քիչ էլ խորը ավելի հետազոտել եւ դրանով պիտի զբաղվեմ, բայց ասայի որ այո, Կենտրոնական Ասիայի դիրքը շատ կարեւոր է, այն որ Ռուսաստանը ավելի վախացրեց, ավելի միավորեց Կենտրոնական Ասիայի երկրների այս պատերազմով նշանակ է, բայց նաև ռեսուրսների առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն է փոխվում, շատ ավելի տրանսակցիոն է եւ այս փոփոխությունները չեն փոխվելու նույնիսկ Տրամփից հետո, այսինքն սա մանկաշարժման հետ թերևս առաջ բերեց մանկաշարժումը, բայց հետ գնալ չեմ պատկերացնում բոլորովին։ Տիկին Օհանյան, խոսենք Վրաստանից, մենք այս ողջ այսպես միջին միջանցքով անցանք Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, բայց Վրաստանը շատ կարևոր է Հայաստանի համար, անկախ ամեն ինչից, նույնիսկ անկախ նրանից, որ հիմա գտնվում է ներքին ճգնաժամի մեջ, ունի ճգնաժամ իր արևմտյան դաշնակիցների հետ հարաբերություններում, մինչդեռ Հայաստանը իր հարաբերությունները ինտենսիվորեն խորացնում է թե Եվրոպայի, թե Միացյալ Նահանգների հետ։ Եվ ահա պետքարտուղարի ավագ խորհրդականը ժամանել էր Վրաստան, ընդ որում նաև ժամանել էր Սադախլո, դա հենց այն անցակետն է Հայաստանի սահմանին վրացական եւ Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ ավագ խորհրդականը Թբիլիսիում քննարկում է հարցեր այն մասին, թե ինչ դերակատարում պետք է ունենա Վրաստանը այս թրիփի ձևավորման ընթացքում, ինչպես նաև ինչ օգուտներ կարող է դրանից Վրաստանը քաղել։ Այդպիսի տպավորություն կար, որ այս օգոստոսի 8-ից մեկնարկած process-ի ֆոնին ոնց որ Վրաստանը ինչ որտեղ իր էքսկլյուզիվությունը կորցնելու այսպես զգացողությամբ էր ապրում, իրեն ինչ որտեղ շրջանցված, հարցերն ավելի շատ էին, քան պատրաստի պատասխաններն էլ, մանավանդ այս ճգնաժամին էլ գումարվել է սա, Եվ ահա այսօր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է, մենք տեսանք այդ հանդիսավոր ընդունելությունը, այդ պրոտոկոլի ամենաբարձր մակարդակով, հանդիպումներ են լինելու թե վարչապետի հետ, արտգործնախարարի հետ, դուք ինչպես եք տեսնում Վրաստանի դերակատարումը այս նոր ճարտարապետության մեջ եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններն ըստ այդմ համեցեք Վրաստանը անշուշտ մինչև հիմա մոնոպոլիա է ունեցել Հարավային Կովկասի կոնտեքստով կապվածությունների միջոցով եւ դա կարճաժամկետ, դրա մասին շատ եմ գրել, միշտ ընդգծել եմ, որ սա ինչքան կարճաժամկետ, կարճատև, կարճատես առավելություններ է, կարճատես տեսակետ է, թե դա Վրաստանին ինչ-որ առավելություններ է տվել։ Փորձել կառուցել կայուն պետություն ջարդված ռեգիոնում, այսինքն եթե դու մոնոպոլիա ունես կապվածությունների կենտրոնում,
դա երկարաժամկետ զարգացում չի ապահովի եւ Վրաստանին։ Եվ այդ առումով նաեւ այդ կոնտեքստով Վրաստան Ամերիկա հարաբերությունները, Ամերիկան որ դիտում էր Վրաստանին որպես առանց Հարավային Կովկասում, դա էլ ուժեղացրեց գործադիրի դերը Վրաստանի քաղաքական համակարգում, որը սկսեց բանակցել, այսինքն Չինաստանի հետ կապեր ուներ եւ անգլերենով ասում են reverse leverage, եւ կարողացավ գործադիրը ավելի փաստորեն ավտորիտարիզմի տարավ երկիրը, քանի որ բանակցելու շատ ավելի գործիքներ ուներ Եվրոհամայնքի արևմուտքի հետ, որոնք դեմոկրատական փոփոխություններ էին ուզում են դեմոկրատիայի խորհրդությունը տեսնել։ Այսինքն սա արդեն ռիսկային է Վրաստանի պետականության կառույցների, դեմոկրատական կառույցների ամրացման համար։ Սա արդեն փաստ է, որ ջարդված ռեգիոնում, ոչ մոդեռնիզացված ռեգիոնում, երբ որ կապվածությունը երեք երկրների, երեք տնտեսությունների թույլ է, դժվար է, հնարավոր չէ երկարատև կայուն տնտեսական համակարգ եւ ապահով պետություն կառուցել։ Ինչ վերաբերում է TRIP-ին, TRIP-ը նախ եւ առաջ պետք է դիտել որպես ռեգիոնալ համաձայնագիր, քանի որ TRIP-ը հնարավորություն է տալիս Հարավային Կովկասով մեկ մոդեռնիզացնել կապվածությունը, ինֆրաստրուկտուրաների կապվածությունը, մոդեռնիզացնել ավելի diversify, բազմազան ուղիներ առաջացնել, բազմազանեցնել, բազմազանեցնել, քանի որ արդեն մեկ ուղի էլ առաջ եկավ կապվածության Հարավային Կովկասում, դա Հարավային Կովկասի դերը բարձրացնում է միջազգային կապիտալի համար, եւ այդ կոնտեքստով Վրաստանը շահում է, որ ավելի ստրատեգիկ առումով ուժեղ ռեգիոնում է պետություն, իր պետությունը կառուցում, քան թե փորձի ինչ-որ կարճարաժամկետ Եվրոհամայնքի հետ կամ Ամերիկան։ Այսինքն այս կետը շատ կարևոր է, որ TRIP-ը հնարավորություն է տալիս մոդեռնիզացնել Հարավային Կովկասը, բազմազան ուղիներ առաջ քաշելով։ Քանի որ առանձին այս երկրները ոչ տնտեսական քաշ են, ոչ քաղաքական քաշ են, բնակչության առումով փոքր են, սրանք կառուցվածքային առումով տարբեր չեն, անկախ նրանից Ալիևը ինչ է ասում, անկախ նրանից ինչպես է իրեն պահում, դժբախտաբար Հայաստանում Ալիևի ամեն հայտարարություն, այսինքն Հայաստանի որոշ մեդիա կենտրոններում ուշադրվում է ինֆլյացիայի, այսպես ասած, ենթարկվում, որը ծաղելի է արդեն, չնայած նաև վտանգավոր է։ Եվ այդ առումով կասեի, որ սա TRIP-ը ուղղակի առավելություն է Վրաստանի համար, թե տնտեսապես, եւ եթե ռեգիոնալ, եթե տեսնում եք նույն, այսինքն այն, որ Կենտրոնական Ասիայում ռեգիոնալ առևտուրը խորանում է, դա է լինելու Հարավային Կովկասի ապագան, եթե երեք երկրները ժամանակի հարց է, որ հասկացան, որ ռեգիոնալ շուկան կարևոր է իրենց ներսի տնտեսական որոշ սեկտորների համար։ Քանի որ այս երկրները շատ արդիականացված կամ մոդեռն երկրներ չեն, այսինքն տնտեսությունները դեռ մնում են պրիմիտիվ որոշ առումներով, եւ դա նշանակում է, որ իրենց քաղաքացիները կախված, այսինքն չեն կարող իրենց բարը եվրոպական կամ չինական շուկաները հասնել, իրենց համար կողքի հարևանի շուկաները կարևոր է լինելու։ Եվ սա միայն Հարավային Կովկասում չէ, այսինքն այս process-ները տեղի ունեն Բալկանյան երկրներում, Լատին Ամերիկյան երկրներում, Արևելյան Ասիայում, Հարավային Ասիայում, սրանք բնականon ռեգիոնալ մոդեռնիզացիայի խնդիրներ են, որոնք օգտի կրթման անհրաժեշտ են փոքր պետություններին։ Հիմա թե Վրաստանն է փորձում ռեգիոնը լքել, այսպես ասած, Եվրոհամայնքի միանալով, եւ հիմա Ալիևն է փորձում ինչ-որ Կենտրոնական Ասիային միանալ, սրանք ընդհանրապես արտաքին քաղաքականության ուղղություններ են, բայց չեն փոխարինում ռեգիոնալ կապվածության, քաղաքական համակարգների խորացման կարևորությունը երեք պետությունների համար։ Եվ ամփոփելով Տիկին Օհանյան, առաջիկայում Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստան եւ հանդիպելու է Ղազախստանի նախագահի հետ, այնտեղ նաեւ այլ հանդիպումներ են լինելու։ Ինչ եք կարծում, Հայաստանը կենտրոնասիական 5 երկրներից միայն 2-ում ունի դեսպանություն, Ուզբեկստանում դեսպան ունենք, բայց դեսպանը Երևանում է նստում, Ուզբեկստանն էլ Հայաստանում ունի դեսպան, բայց նա էլ իր մոտ Տաշկենտում է նստում,
Ինչ եք կարծում, ինչ քայլեր են այստեղ անհրաժեշտ Կենտրոնական Ասիան, քանի որ մեզ համար ձեռք է բերում չափազանց մեծ կարևորություն, ինչ դիվանագիտական, քաղաքական քայլեր եք դուք տեսնում, որ Հայաստանը պետք է անի, համաձայն։ Ես կասեի, որ բացի այն, որ ինֆրաստրուկտուրային առումով TRIP եւ այլն առաջ է տալիս Կենտրոնական Ասիայի կարևորությունը Հայաստանի համար, բայց բացի դրանից շատ ավելի կարևոր գործոն կա, թե ինչու Հայաստանը պետք է խորացնի իր դիպլոմատիան, իր դիվանագիտությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Դա Ռուսաստանի հետ իր հարաբերությունները կառավարելն է, որը ոչ միայն Հայաստանը, այլ ցանկացած հետ սովետական երկիր այդ process-ում է։ Այսինքն Ռուսաստանը թուլացող է, բայց դեռ վտանգավոր է, նեոկայսրական պետություն է եւ այս լոգիկան ի որոշ շրջան չի փոխվելու։ Այդ պայմաններում այս փոքր երկրները առանձին չեն կարող Ռուսաստանին դիմակայել եւ պետք է խորացնեն մեկը մյուսի հետ բանագիտական հարաբերությունները եւ դա է Ալիև Կենտրոնական Ասիա հարաբերությունների խոշոր կոնտեքստը դա է։ Բացի դրանից Կենտրոնական Ասիայի հետ, Ղազախստանի հետ հատկապես, որը խոշոր տնտեսական շարժիչն է Կենտրոնական Ասիայում, դա նաև կարևոր է հետ մղել այս թուրքական, պանթուրքական դիպլոմատիան, այդ նացիոնալիստական դիպլոմատիան, որ Ալիևն է առաջ տանում, դրան պետք է հակադրվել ավելի խորացնելով Հայաստանի կապերը Կենտրոնական Ասիայի հետ, որ Հայաստանը հիմա որ արդեն բավականին սուվերենություն ունի իր արտաքին հարաբերություններում, սա ուղղակի նոր ոլորտ է, որ պետք է վաղուց արվեր, բայց լավ է ուշ քան երբեք, բայց շատ եմ կարևորում Կենտրոնական Ասիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Շատ շնորհակալ եմ Տիկին Օհանյան, ձեր այս շատ կարևոր եւ հանգամանալից դիտարկումների եւ կարևոր գնահատականների համար, որ կիսեցիք մեր հեռուստադիտողի հետ եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար, ստեսություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Մասաչուսեթսի Stonehill College-ի պրոֆեսոր Աննա Օհանյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված մեր տարածաշրջանում, նաև հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։